Եթե մենք հարց բարձրացնենք արցախցիները վերադառնան Արցախ, ադրբեջանցիները հարց կբարձրացնեն 350,000 ադրբեջանցին վերադառնան Հայաստան։ Ես ուզում եմ մեր երկրի ղեկավարին հիշեցնեմ, չգիտեմ, կարող է քո թազա պատմության մեջ որ դու գրում ես, չկա այդ մասը, բայց Ադրբեջանում 90-ականների ապրում էր մոտավորապես 700,000 հայ։ Այդ հայերը դուրս են եկել Ադրբեջանից։ Հիշեցնեմ Արցվաշենը, որտեղ ապրում էին հայեր, միայն հայեր։ Եվ եթե ադրբեջանական կողմը կարա ասի, որ 90-ականներին է հեռացրած Հայաստանից, հեռացած, ավելի ճիշտ, ադրբեջանցիներին պետք է վերադառնան Հայաստան, ապա ես կարամ ասեմ, թող պատրաստվեն 700,000 հայ ընդունեն Բաքվում, Կիրովաբադում, Արցվաշենում եւ այլն։ Ուզում եմ մեր անողնաշար երկրի ղեկավարությանը ասեմ, որ մեզ պետք չի կառավարություն, որը հայ քաղաքացուն ծանր վիճակում չի կարող պաշտպանի արտերկրում։ Մենք դրա վկայությունը տեսանք, երբ Ռուբեն Վարդանյանը դիմեց մեր երկրի օմբուդսմենին, ասեց՝ «Արի Բաքու», նա էլ ասում է, մենք չենք կարող դա անենք։ Բայց ինչների պետք է այդ օմբուդսմենը, ինչներից պետք է այդ երկրի ղեկավարը, ինչներից պետք են այդ թափթփուկները։ Ես հարց ունեմ, որպես Հայաստանի քաղաքացի, եթե իրենք ոչինչ չեն կարող անեն, հանցագործության դեմ անզոր են, քաղաքում ամբողջ օրը սպանություն, բռնություն, կողոպուտ, թալան, ու մենակ քաղաքում չէ երկրում։ Եթե իրենք չեն կարողանում մեր երկիրը պաշտպանեն, եթե այդ մարդիկ չեն ճանաչում, որ իրենց պապերի գերեզմանները գտնվում են Թուրքիայում, շատերի։ Մենք դրանց ինչ ենք ուզում ենք, որ նրանք խոսեն, որ Արցախում եկեղեցիներ են քանդում, կամ արցախցիները վերադառնան։ Ես պնդում եմ հետևյալը, ով որ ուզում է թուրքերի քամակը պատժի, թող հերթագրվի եւ գնա քվեարկի Նիկոլ Փաշինյանի համար։ Բայց պատրաստվի, որ դառնա ստրուկ թուրք գեներալների մոտ։ Կարող դուք սեփականներին չեք սիրում։ Ով որ ուզում է փող աշխատի, դրանք էլ մեր մոտ չգաք։ Մենք ձեզ չենք ուզում։ Պետք չի մեզ ձեր քվեաթերթիկ։ Իսկ ով որ սիրում է իր հայրենիքը, ով որ ուզում է որ ապրի անվտանգ Հայաստանում, հպարտ, քթներս չիջեցնենք Թուրքի դեմ, հպարտ, դեմքներս բարձր, գլուխներս բարձր, ման գանք աշխարհով եւ ասենք մենք հայ ենք եւ մեզ հարգեն, մենք գիտենք ինչ անենք։ Ես ձեզ վստահեցնում եմ, անվտանգությունն էլ է լինելու, այս կոռուպցիայի դեմ պայքարն էլ է լինելու, այդ Ադրբեջանից նավթ առնող բիզնեսմենը, այսպես կոչված, դրան լացացնելու ենք, սարքելու ենք բոմբ ու գցենք փողոցները։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Այն բիզնեսմենները, ով որ այսօր ֆինանսավորում են Նիկոլին կամ վախում են, նրանք դառնալու են բոմբ։ Մեկը մենք են գալու իշխանության։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Դրան ձև չկա, դրան տարբերակ չկա։ Նայեք ձեր շուրջը։ Գալու ենք մենք զինվորականներս։ Ու այդ դրանց սաղին ականջները կտրենք։ Այդ բիզնեսմեն կոչեցյալին, որ հանուն իր փողի կարա գնա Ադրբեջանից նավթ առնի, ու այդ փողի մի մասը բերի տա երկրի որոշ չինովնիկների։